Արգանդի վզիկի քաղցկեղը ենթադրենք արգանդը չհեռացնելու պարագայում, այ կոնսերվատիվ բուժման եւ այլ բուժման մեթոդների դիմելու պարագայում, որքանով է հավանական, որ այն կտարածվի նմանատիպ խնդիր կառաջանա նաեւ կրծքերում, օրինակ։ Եթե մենք ունենք հստակ արգանդի վզիկի քաղցկեղ ախտորոշում, այս դեպքում մենք միանշանակ գնում ենք արմատական լուծման, կախված փուլավորումից։ Եթե մենք ունենք առաջի փուլ, այս դեպքում գնում ենք մեծ վիրահատության, որը կոչվում է վերթայմի վիրահատություն, եւ բուժարուն ունի շարունակական բուժում, ճառագայթ պլյուս քիմիոթերապիա։ Սա չի քննարկվում, սա հստակ որոշում է։ Կանխելու հետագա բարդությունները։ Իսկ եթե մենք ունենք ավելի ուշացած փուլեր, երկրորդ, երրորդ փուլ, այդ դեպքում վիրահատության հարցն էլ է դուրս մղվում։ Այդ դեպքում պացիենտը ստանում է քիմիա պլյուս ճառագայթ։ Սա բուժարոյի կյանքի տևողության եւ որակի համար է արվում, ոչ թե օրգան պահպանելու, այստեղ օրգան պահպանելու հարց չկա։ Ուրիշ բան է, եթե եղել են իրավիճակներ 25 տարեկան կին, որ ուներ արգանդի վզիկի քաղցկեղ, բայց առաջին փուլ, այս դեպքում կատարվել է վզիկի հեռացում, արգանդը ծվաները պահպանվել են, հետագայում բալիկ ունենալու պատճառով, բայց ինքը գտնվել է խիստ հսկողության դեպքում, սա այն դեպքն է, որ մենք շատ շուտ ենք հայտնաբերել վաղ փուլում։